Շուտով կրակը թափանցեց նաև բուն քաղաքը։ Թշնամին այրվող նետերի տարափ էր տեղում։ Մեկը մյուսի ետևից սկսեցին այրվել հարուստների տները, տաճարներն ու պալատները, մթերքների պահեստները։ Թշնամու նետերը ջարդվում էին պաշտպանների վահանների վրա, բայց շատերին էլ խոցում էին։ Մարտը երկարում էր։ Քաղաքում խուճապ էր սկսվել, փլվում էին այրվող տները։ Հրդեհի լեզվակները մի կողմից, պաշարող զորաբանակը մյուս կողմից անելանելի վիճակի մեջ էին գցել պաշտպաններին, որոնց թիվը գնալով նվազում էր։ Վերջապես ոսոխը վայրագ ճիչերով հյուսիսային դարպասներից ներխուժում է արևմտյան բերդ։ Մարտը շարունակվում էր արդեն ամրոցին ներսում, փողոցներում, ամեն տան մոտ։ Շուտով քաղաքն ընկավ։ Պեղումները բացեցին ավելի քան 2.5 հազարամյակ առաջ տեղի ունեցած անլուր ողբերգության պատկերներ։ Մետաղագործի տանը հայտնաբերվեցին կնոջ ու երեխայի կմախքներ։ Շենքերից մեկի միջանցքի ծայրին գտնվեց սպանված կնոջ կմախք։ Կինը պառկած էր մեջքի վրա, սարսափից գլուխն ու դեմքը ձեռքերով ծածկած, թշնամու նետասլաքը գոտկատեղում։ Նա երևի սպասավոր կամ աղքատ թաղամասի բնակիչ էր, քանի որ նրա վզին, ձեռքերին եւ ոտքերին պահպանված զարդերը շատ հասարակ էին։ Նրանից քիչ հեռու միջին չափի կարասի մեջ գտնվել է մոտ 12-ամյա աղջկա կմախք։ Աղջիկը հավանաբար թաքնվել է կարասում, վախից կծկվել, դեմքը ձեռքերով փակել, բայց թշնամին նրան չի խնայել, ինչպես չի խնայել բրոնզագործի տան 1 տարեկան երեխային։ Այդ տանը գտնվեցին նաև վայրի կատվի, մուֆլոնի, ջեյրանի, վագրակատվի ոսկորներ։ Ըստ երևույթին բրոնզագործը որսորդ է եղել։ Իսկ դեղագործի տանը այրված գերանների տակ հայտնաբերված կնոջ ոսկորներից ոչ շատ հեռու ամենաբազմազան կենդանիների, թռչունների ու ձկների բազմաթիվ մնացորդներ կային։ Այդ կենդանիների տարբեր մասերից այն ժամանակ դեղագործները զանազան դեղեր էին պատրաստում։ Պեղումներից գտնված գարու, բակլայի, ոլորի, տարեկանի հատիկներից կարելի է ենթադրել, որ հարձակումը տեղի է ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին, քանի որ դրանք Արարատյան դաշտավայրում հավաքում են այդ ամիսներից ոչ շուտ։ Արգիշտիխինիլիի անկման ամիսը որոշելուն օգնության եկան դեղագործի տան կենդանիների մնացորդները։ Գայլի եւ աղվեսի ձակուկները 5-6 ամսական էին։ Հայտնի է, որ գայլերն ու աղվեսները սերունդ են տալիս մարտ-ապրիլին, գումարելով 5-6 ամիս, ստացվում է օգոստոս-սեպտեմբեր։ Այսպես հնագետներին հաջողվեց ճշտել քաղաքի կործանման ժամանակը՝ օգոստոսի վերջ, սեպտեմբերի սկիզբ։ Էրեբունիի եւ Թեշեբայինիի պեղումները եւս ապացուցեցին, որ Արարատյան աշխարհի այս մեծ քաղաքներն այրվել են միաժամանակ։ Վանի թագավորությունից հետո էլ Արգիշտիխինիլիում շարունակվեց կյանքը։ Մեր թվարկությունից առաջ 331 թվականին Ասորեստանում Գավգամելայի մոտ Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակից հետո Աքեմենյան պետությունը կործանվում է։ Աքեմենյան Իրանի կողմից ճակատամարտին մասնակցում էր նաև հայոց բանակը։ Հայաստանի կառավարիչ Երվանդը Հայաստանն անկախ է հռչակում։ Պետության նոր մայրաքաղաք է ընտրվում Արմավիրը։ Արգիշտիխինիլիի տեղում, հատկապես նրա արևելյան բլրի վրա, երվանդունիները կառուցում են իրենց նոր մայրաքաղաք Արմավիրի միջնաբերդն ու մեհյանները, պալատական համալիրները։ Շուտով Արմավիրը մեկնում է իր թևերը բլրից հեռու, տարածվում նրա շուրջը, զարդարվում բնակելի նոր թաղամասերով ու այգիներով։ Քաղաքի հիմնադրումն ու անվան ծագումը Մովսես Խորենացին կապում է ոչ թե երվանդունիների, այլ Հայկ Նահապետի թոռ Արամայիսի հետ։ Պատմահայրը վկայում է, որ մեր նախահայրերից Արամը 5 բյուր քաջ ու աղեղնավոր մարդ հավաքելով հայոց սահմանների մոտ ճակատամարտ է տալիս մարերին։ Արամը հանկարծորեն արևածագից առաջ հարձակվում է թշնամու վրա, շատերին կոտորում, իսկ նրանց առաջնորդ Նյուքար Մադեսին բերում է Արմավիր եւ ճակատին երկաթե ցից մեխելով գամում պարսպի աշտարակին։
Մայրաքաղաք դառնալուց հետո Արմավիրը վերածվում է պետական, ռազմական, մշակութային եւ պաշտամունքային խոշոր կենտրոնի։ Եվ պատահական չէ, որ հունական գրականության առաջին նմուշները մեզանում հանդիպում են հենց Արմավիրի արձանագրություններում։ Դրանցից մեկը մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի հույն գրող Հեսեդիոսի «Գործեր եւ օրեր» երգից մի հատված է։ Մեկ այլ արձանագրության մեջ տողեր են հանդիպում Հանճարեղ Եվրիպիդեսի Հիպպոլիտոս Օրեստես Անդրոմեդա ողբերգություններից։ Մնացած տողերը ևս հունական դրամաներից եւ ողբերգություններից դեռևս չպարզաբանված, գուցեև չպահպանված երկերից հատվածներ են։ Այս արձանագրություններից կարելի է ենթադրել, որ Արմավիրում դեռևս հնագույն ժամանակներում գոյություն է ունեցել թատրոն։ Մի բան անվիճելի է։ Մեր թվարկությունից առաջ 3-ից 2-րդ դարերում Հայաստանում ծանոթ էին Հեսիոդոսի երկերին եւ Եվրիպիդեսի ողբերգություններին։ Արմավիրում կային բազմաթիվ մեհյաններ ու այլ սրբատեղիներ։ Այնտեղ էին հեթանոս հայերի բագիններն ու Արտեմիսի եւ Ապոլոնի պղնձաձույլ ոսկեզոծ արձանները։ Քաղաքի մոտակայքում էր Արամանյակի Սոսյաց անտառը, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Գտնվելով առևտրական ճանապարհների խաչուղիում եւ լինելով մայր քաղաք, Արմավիրում խիստ զարգացում են ապրում առևտուրը, արհեստներն ու արվեստները։ Քաղաքի արհեստավորների ձեռակերտերը հասնում էին մինչև Կովկաս, Իրան, Միջագետք ու Ասորիկ, Միջերկրականի եւ Սև ծովի ափերը։ Այնտեղից էլ դեպի Արմավիր էին հոսում բազմաթիվ ու բազմապիսի ապրանքներ։ Բազմազան էր քաղաքի բնակչությունը։ Երվանդունի արքայատոհմի ներկայացուցիչներից, նրանց մերձավորներից եւ դրանիկներից զատ այստեղ էին ապրում նաեւ բարձր պալատականներն ու քրմերը։ Զինվորականները իրենց բազմաթիվ սպասավորներով, ծառաներով, գրագիրներով, թիկնապահներով, զգալի քանակ էր կազմում նաեւ արհեստավորական խավը։ Բայց քաղաքի բնակչության մեծ մասը այն քաղաքացիներն էին, ովքեր շարունակում էին իրենց ավանդական զբաղմունքը՝ այգեգործությունը։ Շուտով Արմավիրի փառքը խամրեց։ Երվանդունի արքայատան Երվանդ վերջին թագավորը, որն ըստ խորենացու գահակալել է շուրջ 20 տարի, մայրաքաղաքը տեղափոխում է Երվանդաշատ։ Սակայն Արմավիրը դրանից հետո էլ երկար ժամանակ Հայաստանի խոշոր քաղաքներից էր։ Մինչև մեր թվարկության 4-րդ դարը այն ապրում է վերելքներով ու վայրեջքներով հարուստ կյանք, բայց այդ դարից սկսած անդարձորեն լքվում է ու մոռացվում։ Մանավանդ որ Արարատյան դաշտավայրում Արմավիրին մրցակից կային այլ նշանավոր քաղաքներ եւ առաջին հերթին Արտաշատը։ Իսկ մոնղոլական արշավանքներից հետո 13-րդ դարից սկսած քաղաքն անմարդաբնակ դարձավ։ Ժամանակի ավերիչ ձեռքը, երկրաշարժերն ու ասպատակիչները հայոց երևելի մայրաքաղաքի նշանավոր կոթողներից, պարիսպներից ու պալատներից շատ քիչ բան թողեցին։ Հետաքրքրական է, որ Արմավիրի անկումից 100-ամյակներ անց Հյուսիսային Կովկասի չերքեզական գյուղերում ապրող հայերը, հիմնելով նոր քաղաք, 1848-ին այն անվանեցին Արմավիր՝ ի հիշատակ նախնյաց մեծ ու փառավոր մայրաքաղաքի։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Սամվել Ղազարյանը։